Տեղեկացանք, որ միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել Ամուլսարի գործը։ Դեռևս 2023 թվականին Ամուլսար Investor Ventures LLC-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել էր հայց։ Հայցվողներն ամերիկյան ներդրողներն էին, որոնք այժմ միավորվել են եւ համատեղ հայց ներկայացրել մի իրավաբանական ընկերության միջոցով։ Գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև գործող ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ քաջալերման պայմանագիրը։ Արբիտրաժային ատյանը նախագահում է Ջանեթ Վոքերը։ Հայկական կողմից որպես պատասխանող կողմ հանդես են գալու Կարեն Անդրեասյանը, միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչը, նրա տեղակալ Արտյոմ Սուջյանը, նույն գրասենյակի ներկայացուցիչներ Մերուժան Հայկյանցն ու Աննա Շահնազարյանը։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ԿՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանը պարզվում է փոխել է ազգանունը։ Մեզ պատմել էին, թե նա կնոջ ազգանունը վերցրել, սակայն Վարդանյանը մեծ զրույցում ասաց, որ կնոջ ազգանունը Մելիքյան է։ Ինքն ի սկզբանե Վարդանյանն է եղել, ապա երբ ժառանգության հարց է առաջացել, փոխել է ազգանունը, տատիկի ազգանունն է վերցրել։ Իսկ երբ հաստատքային խնդիրները լուծվել են, կրկին վերադարձել է Վարդանյան ազգանվանը։ Նա կատակեց՝ ես կնոջ ազգանուն վերցնող տղա եմ։ Այդուհանդերձ ինչ որ ֆինանսական գործարքի համար ազգանուն փոխելը ոչ պակաս ուշագրավ փաստ է։ ՔՊ-ն ողջ ներուժով լծվել է Սամվել Կարապետյանի մերձևով շարժումը վարկաբեկելուն։ ՔՊ-ն ու նրա քարոզիչները 24/7 ռեժիմով հետևում են շարժման բոլոր շարժերին եւ ակտիվորեն մեկնաբանում Պարսավում։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ի վերին օղակներում քննարկում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու հարցը, քանի որ կան տեղեկություններ, որ նա է ղեկավարելու Մերձևովի ցուցակը որպես վարչապետի թեկնածու։ Ելնում են նաեւ նրանից, որ շաբաթ օրը Մերձևով շարժման միջոցառման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն ընդունելի կլինի եւ բոլորը կհավանեն։ Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին հայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չեն գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա, ասել էր Նարեկ Կարապետյանը։ Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը, կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-ից 77 հազար դրամ կրթաթոշակ։ Եվ դա էր պատճառը, որ անցած տարի Ագրարայինի մագիստրատուրային ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավարներ, ռեկտորի վարորդը եւ այլն։ Պարզվում է, որ սույն պրակտիկան աշխատակիցներին դուր է եկել եւ այս տարի էլ է շարունակվում։ Մագիստրատուրային ընդունվել բուհի վարչության պետ, բաժնի վարիչ, գործավարներ, վարչական աշխատակիցներ։ Ամեն դեպքում, եթե Ժաննա Անդրեասյանի փրկության ծրագրերը մեր գյուղատնտեսությանը չեն օգնում, կրթաթոշակն աշխատակիցների համար կարող է լինել մի փոքր հավելավճար ցածր աշխատավարձին։ Օրերս տեղեկացանք, որ ԱԺ-ՔՊ-ական падգամավորները կմեկնեն Թուրքիա։ ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 16-ից 20-ը Ստամբուլ գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արտուր Հովհաննիսյանին, պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի Հակոբյանին։ Մարիամ Հաջի Հակոբյան ԱԺ փոխնախագահ Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի կինն է։ Թուրքիա մեկնող ԵԱՀԿ պատվիրակության կազմում չկան ընդդիմադիր падգամավորները, մինչդեռ այս պատվիրակության կազմում են падգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Աննա Մկրտչյանը, ընդ որում Գալստյանը պատվիրակության հիմնական անդամ է։ Պատվիրակությունը եւս երկու հիմնական անդամ ունի՝ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը, մյուսները փոխարինողներ են։ Սակայն փոխարինողները միշտ մեկնում են գործուղման, իսկ հիմնական անդամ Լիլիթ Գալստյանին փաստորեն արգելել են մեկնել, ինչն աննախադեպ է։ Իդեպ Լիլիթ Գալստյանն ԱԺ նախագահի կարգադրությունից է իմացել, որ չի ընդգրկվել պատվիրակության կազմում։ ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ այս հարցի վերաբերյալ ավելի ուշ բարձրաբանում կտան։ Կարող ենք ենթադրել, որ դաշնակցական Լիլիթ Գալստյանին խուսափել են Թուրքիա տանել, որ հայ-թուրքական այսպես կոչված եղբայրության ջերմ մթնոլորտը չփչացնի իր սուր ելույթներով կամ հարցադրումներով։ Վերջին դիմընտրություններին իշխանությունը որպես կանոն տարբեր համայնքներում բուքսիր տեխնացուների է խաղի մեջ մտցնում, որոնք ակնհայտ իշխանական չեն, իրենց համայնքներում բավականին հարգված, ընդունված մարդիկ են եւ կարող են ձայներ հավաքել, բայց ընտրություններից հետո կգան ու կկպնեն ՔՊ-ին, օգնելով որ մեծամասնության քվեն չստացած ՔՊ-ն համայնքում իշխանություն ձևավորի։ Սրանք յուրօրինակ տրոյական ձիեր են, ընդդիմադիր դիմակի տակ հանդես եկող իշխանականներ։ Էջմիածինը եւս բացառություն չէ։ Այստեղ այս առաքելությամբ խաղի մեջ են մտցրել տեղի գործարար
նախարար կառուցապատող Վահրամ Ազատյանին, որն առաջադրվել է Խաչատուր Քոքոբելյանի Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով։ Նրան շինարար Վահեին ասում բավականին կապեր ունի Էջմիածնում, ակնհայտ ԿՊԱ-ական չէ, ավելին հատուկ փորձում է ցույց տալ, որ ԿՊ-ի համակիր չէ։ Օրինակ, շաբաթներ առաջ, երբ նախարարները Մեխակյանի հետ հավաքել էին մարզի գործարարներին, նրան չեն հրավիրել։ Ազատյանն այս առիթով ստատուս է գրել, թե իշխող քաղաքական թիմը փորձում է ընտրական գործընթացներում ընդգրկել նաև գործարար համայնքի եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին ձևավորելու համար հավելյալ քաղաքական աջակցություն։ Գրել է նաև Էջմիածնում սա երբևէ չլսված երևույթ էր։ Վստահ եմ, որ մեր գործարարները կշարունակեն գործել իրենց բնական հունով եւ կուղղորդեն իրենց գործունեությունը մեր քաղաքի եւ մեր երկրի բարօրությանը անկախ արտաքին ազդակներից։ Ազատյանն Ավագրանի շինարարական ընկերության տնօրենն է։ Իդեպ Էջմիածնի կինոյի տան շենքը հենց այս ընկերությունն է գնել եւ տեղում բազմաբնակարան շենք է կառուցում, որը միանշանակ չի ընդունվել տեղացիների կողմից։ Ամիսներ շարունակ եթեր չհրարձակվող Երկիր մեդիա հեռուստաընկերությունը շուտով կրկին կվերսկսի աշխատանքները, ամենայն հավանականությամբ նոյեմբերից։ Հեռուստադիտողին այն հասանելի կդառնա կաբելային հեռարձակման միջոցով, քանի որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հեռուստաընկերությանը 1 տարի առաջ զրկել է հեռուստաեթերից։ Երկիր մեդիայի վերահեռարձակման նախաձեռնությունը ՀՅԴԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանինն է, հավանաբար ընտրություններին ընդառաջ դաշնակցականները փորձում են քարոզչական հարթակ ստեղծել իրենց համար։ Կփոխվի նաև ղեկավար կազմը, նախկին տնօրեն Բագրատ Եսայանից դժգոհ են։ Հեռուստաընկերության տնօրինությունը կստանձնի ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը, լուրերի բաժնի խմբագիր կնշանակվի Երկիր AM կայքի խմբագիր Վահե Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայան իր էջում գրառում էր արել, որ բովանդակային եւ ծրագրային թարմացման, տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման համար ժամանակավորապես դադարեցվում է Երկիր մեդիա հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։ Չնայած իշխանությունը հետևողականորեն առաջ է մղում այն քարոզչական թեզը, որ հայաստանյան ընդդիմությունը, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց փոխկապակցվածները ռուսամետներ են, ու նրանց նպատակը Հայաստանի գուբերնիա ծայրագավառ դարձնելն է, սակայն ռուսական իշխանությանը մերձ աղբյուրները հայտնում են, որ իրականում Կրեմլը կայուն չեզոքություն է որդեգրել ներհայաստանյան ներքաղաքական գործընթացների նկատմամբ եւ այլևս քաղաքական էմիսարներ չի գործուղում Հայաստան, իսկ Հայաստանից մեկնած եւ դաբրով ակնկալողների ներկուլտուրական մերժում են։ Թերևս նաև սրանով էր պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսում ԱՄՆ-ին ուղղված ռևերանսները։ Հիշեցնենք, որ Քոչարյանն առաջարկում է Վաշինգտոնի օգոստոսի 8-ի փաստաթուղթը ոչ թե չեղարկել, այլ ավելացնել Հայաստանի Հանրապետության համար շահեկան կետեր, փոխել բանակցությունների բնույթն ու փորձել շահած դուրս գալ այն հետաքրքրությունից, որը դրսևորում է ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում։ Գուցե հենց այս առաջարկը բարձրաձայնելն էր Քոչարյանի ասուլիսի գլխավոր նպատակը, որ հանրությանը մեսիջ փոխանցվի, թե իրենք ոչ միայն Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների կողմնակից են, այլև ԱՄՆ-ի հետ էլ կարող են կառուցողական հարաբերություններ կառուցել եւ չեն պատրաստվում իշխանություն գալով չեղարկել Վաշինգտոնյան փաստաթղթերը։ Մինչ կառավարության որոշ անդամների համար գերթանկարժեք ծառայողական մեքենաներ են գնում, Փաշինյանն ու իր ընտանիքն էլ շրջում են շարասյունով, պարլամենտական կառավարման համակարգ ունեցող պետությունում օրենսդիրները վիճակահանությամբ են ծառայողական ավտոմեքենաներից օգտվում։ Ամիսներ առաջ, երբ Փաշինյանը ցուցադրաբար վերցրեց գերատեսչություններին ծառայող մեքենաների ցուցակը եւ գրիչով սկսեց ջնջել, կրճատել դրանք, իբր խնայողության նկատառումներից ելնելով, շատերը հումոր էին անում, քո եւ կնոջդ մեքենաները կրճատի։ Ավելի լուրջ վերլուծողներն ասում էին, որ այդ որոշման արդյունքում աշխատանքը կազմակերպելու խնդիրներ կառաջանան։ Կրճատվեց նաեւ ազգային ժողովի ծառայողական մեքենաների թիվը եւ դրա արդյունքում ԱԺ մշտական հանձնաժողովներին ծառայող մեքենաները նվազեցին։ Հիմա երկու հանձնաժողովի մեկ ծառայողական մեքենա է սպասարկում, մինչ այդ յուրաքանչյուրին մեկ մեքենա էր հասնում։ Եվ որպեսզի հանձնաժողովները ռազմորկաններ չանեն, որոշել են, որ հերթով են օգտվելու ծառայողական մեքենաներից։ Այսինքն նույն մեքենան մի ամիս մի հանձնաժողովի նախագահին է տանում տուն, բերում աշխատանքի, մյուս ամիս մյուս հանձնաժողովի նախագահին։ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նորընտիր ղեկավար Հրբիսմե Հունանյանը մեզ վստահեցրեց, որ դա մեծ խնդիր չէ, նախապես միմյանց հետ ճշտում են աշխատանքային գրաֆիկը եւ ըստ այդմ օգտվում մեքենայից։ Իսկ եթե նույն օրը նույն ժամին երկու հանձնաժողովներին պետք է մեքենան, ես իմ անձնական մեքենայով եմ շրջում։ Իսկ եթե նույն միջոցառմանը հանձնաժողովի երկու նախագահ է հրավիրված Չինգաչուկ է կանում, ոչ երկուսս էլ նույն մեքենայով են գնում։ Պարզեցինք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովը ծառայողական մեքենան կիսում է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հետ։
Հերթական քարորիայից առաջ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարում, քննարկում լիագումար նիստերի օրակարգ մտնող նախագծերը, ընդունում կամ մերժում դրանք։ Երեկ առողջապահության մշտական հանձնաժողովի նիստ կար, որն առաջին անգամ վարում էր նորընտիր նախագահ Հռիփսիմե Հունանյանը, որի ընտրությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ նախագահը չունի բարձրագույն կրթություն։ Երեկվա նիստը կտապալվեր քվորումի բացակայության հիմքով, եթե ներկա չլիներ Հայաստան դաշնքի պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանը, որն օրերս է հողին հանձնել որդուն, սակայն ներկայացել էր։ Փոխարեն հանձնաժողովի անդամ ԿՊԱ-ականները չէին բարեհաճել ներկայանալ նիստին, ըստ ամենայնի անձնական գործերն ավելի էին կարևորել, քան աշխատանքը։ Չնայած ԿՊ-ն ինչպես բոլոր այս 7 հոգանոց հանձնաժողովում էլ մեծամասնություն է կազմում, բայց 3 անդամ էր ներկա նախագահը Լուսինե Բադալյանը եւ նորաթուխ պատգամավոր Վանիկ Օհանյանը, բացակայում էին Փաշինյանի աներձակ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը, ընդդիմությունից Ասպրամ Կրպեյանը, որը երեխայի է սպասում եւ վատառողջ է։ Իշխանակալներն ինչպես մատների արանքով վերաբերվում են իրենց աշխատանքին, այնպես էլ երկիր են կառավարում։ Առաջին Ասիանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պարտականությունները կատարող Ժորա Չիչոյանի հրահանգով Երևանի առաջին Ասիանի բոլոր դատարանները իրենց բոլոր դատավորներով հանդերձ մեկ շաբաթ շարունակ պետք է հերթապահեն դատարանում։ Նման բան մեկ էլ եղել է, երբ Սամվել Կարապետյանին էին ձերբակալում։ Հավանաբար դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը մտածել է տրցակնելով միջնորդություններ են բերելու բոլոր դատարանները հերթապահեն, որ հասցնեն կալանքի սանկցիաներ տալ։ Հիմա 12 հոգևորականի են բերման ենթարկել եւ նորից նման հրահանգ է տրվել, թերևս կանխատեսում են, որ շատ միջնորդություններ կլինեն։ Մեր հարցին, թե որն է սրա իմաստը, ԲԴԽ-ից ասացին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին Ասիանի քրեական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հավասարակշռելու, միջդատական վարույթի շրջանակում ներկայացված միջնորդությունները, բողոքները, օպերատիվ հետախուզական միջոցառումներն իրականացնելու մասին միջնորդությունները քննելու վերաբերյալ հերթապահություն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ Թեպետ վաղաշաբաթի դիմընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունը տևական ժամանակ քարոզարշավ է իրականացնում։ Մեզ պատմեցին, որ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետարանը վերածել է նախընտրական շտաբի։ Բանուգործը թողած ողջ օրը իջմիածնի ընտրություններով է զբաղված, իր մոտ է կանչում վաղաշաբաթ խոշորացված համայնքն ընդգրկող համայնքների ավտորիտետներին, համայնքի ղեկավարներին եւ թիվ պահանջում, ով որքան ձայն կարող է ապահովել ԿՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի համար։ Հաղթանակի դեպքում խոստանում պարգև ում ինչ հարկավոր է։ Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը խառնել է Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը։ Խոսակցությունները թե ամեն ինչ անելու են, որ մեր ձևով ուժին չգրանցեն, թույլ չտան մասնակցել ընտրություններին, իշխանական թիմում բուռն քննարկվում է։ ԿՊ-ում կարծում են, եթե Կարապետյանը մասնակցի ընտրություններին, ապա իրենց շանսերը զրոյի են, հավասար եւ պարտությունն անխուսափելի է։ Ուստի ամեն գնով պետք է խոչընդոտներ ստեղծել, որ այդ ուժը չլինի ընտրաթերթիկում։ Մոլդովայի արևմտամետ նախագահ Մայա Սանդուն արդեն ճանապարհը բացել է։ Մեր ձևով շարժումն արդեն հայտարարել է, որ հունվարին կուսակցություն են հիմնելու։ ԿՊ-ում քննարկում են կամ ԿՀ-ն թույլ չի տա, որ գրանցված կուսակցությունն ընտրապայքարին մասնակցի, դիցու կասկածի տակ դնելով կուսակցության ֆինանսավորման թափանցիկությունը, կամ արդարադատության նախարարությունը չի գրանցի այս ուժին։ Եվ հիմա Սամվել Կարապետյանին առաջադրված կեղծ մեղադրանքով հարկեր տուրքեր չվճարելու փողերի լվացման հող է նախապատրաստում, որ արգելքներ ստեղծեն ընտրություններին մասնակցելու հարցում։ Փաշինյանը փորձում է միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե կրիմինալն ուզում է գալ իշխանության։ Հոկտեմբերի 14-ին գրակոծներ էին հնչել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են գրակոծները։ Գրակել են ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի Դերժավայի Արկադիի տան մոտ, եւ ձերբակալվածների մեջ էր նաեւ նրա որդին։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով, 10 անձ ձերբակալվել է։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրը սակայն պատմում է, որ տեղի ունեցած ոչ վիճաբանություն է, ոչ էլ կրտուկ, պարզապես գերուխումից հետո նախկին պատգամավորի որդին եւ նրա ընկերներն այնքան են խմած եղել, որ որոշել են զվարճանալ կրակելով։ Խմիչքի ազդեցության տակ օդ են կրակել եւ հայտնվել ձերբակալվածների պահման վայրում։ Ձերբակալության ժամկետը կլրանա այսօր։ Իշխանական կուլիսներում ակտիվ քննարկում են ԿՊԱ-ական Արմեն Խաչատրյանի դստեր հարսանիքը, որը տեղի ունեցել վերջերս Աղաբաբյանս ռեստորանում։ Բանն այն է, որ հարսանիքին ԿՊ վերնախավը չի մասնակցել ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը, միայն հաշված ԿՊԱ-ականներ են ներկա եղել պատգամավորի նեղ կրուգը։ Մինչդեռ շատերն ակնկալել են, որ ԿՊ վարչության անդամ դարձած Խաչատրյանն առիթը բաց չի թողնի թիմի հետ մերձեցման երեկո անցկացնելու, որ իր ընտրվել է ծանր տարած մարդկանց հետ կոնտակտը վերականգնի, ցույց տալով, որ ինքը սրսուր ԿՊԱ-ական է, այլ ոչ թե ՀՀԿ-ի ժամանակվա գայիշնիկ։
Թվում էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի ոդիսականն ավարտված է։ Զեկույցը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ ԱԺ-նախագահն ուղարկել է ԱԺ գաղտնի բաժին լիագումար նիստում քննարկելու փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում հարցը փակված չեն համարում։ Հանձնաժողովականների մեծ մասը եւ զեկույցի վրա աշխատած իրավաբանները շարունակում են պայքարել եւ ապացուցել, որ ԱԺ-նախագահին պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մոլորեցրել է իր սխալ եզրակացությամբ։ Մեջտեղ են բերում քառօրյա պատերազմի զեկույցի նախադեպը, որը եւս հանձնաժողովի գործունեությունից մոտ 1 տարի անց դրվեց քննարկման այն ժամանակվա ԱԺ-նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, քանի որ թե ԱԺ կանոնակարգ օրենքի, թե սահմանադրության մեկնաբանությամբ նպատակը զեկույցն է։ Իսկ այդ հանձնաժողովները սովորական քննիչ հանձնաժողովներից տարբերվում են իրենց առանձնահատկություններով։ Գլխադասային պաշտպանության հանձնաժողովն է ծառայում իբրև քննիչ հանձնաժողով։ Եվ քանի դեռ հերթական գումարման ԱԺ-ն իր լիազորությունները չի ավարտել, հանձնաժողովը հետևաբար նաև զեկույցը շարունակում են մնալ լեգիտիմ, ինչը հաշվի չի առել Վարդանյանը։ Բացի այդ, զեկույցի ճակատագիրը պետք է վճռվի ԱԺ լիագումար նիստում, սակայն նիստ չի հրավիրվում, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարելի է ի շրջանս յուր շրջել։ Բարձրացված աղմուկից հետո նաև ԱԺ-նախագահն է Վարդանյանի եզրակացություն ուղարկել Նիկոլ Փաշինյանին։ Նա էլ պարզաբանումներ է պահանջել հանձնաժողովից եւ ստացել վերոնշյալ փաստարկները։ Հանձնաժողովում սպասում են Փաշինյանի արձագանքին, հույսով, որ ի վերջո հաշվի կառնվեն իրենց հիմնավորումները եւ այդքան քննարկվող զեկույցը կդրվի քննարկման, հերքելով նաև այն կասկածները, թե քաղաքական որոշում է կայացվել այն լայն քննարկման չդնելու։